Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից ջերմություն, հաճելի լավ տրամադրություն կփորձենք փոխանցել ձեզ, հարգելի ռադիոլսողներ, բարի լույս։ Բարի լույս, դուք միացել եք Հանրային ռադիոյին, եթերում ձեզ համար այսօր աշխատելու են Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը եւ Լուսինե Խոստովանիր, որ որքան էլ դժվար ենք արթնանում եւ երբեմն դժվար ենք մեզ համոզում տանից դուրս գալ, միևնույն է սուրճ ու սերի առավոտյան երաժշտությունը, բացման երաժշտությունը լսելուն պես կարծես ավտոմատ արթնանում ես։ Դե դրանք ենթագիտակցական մակարդակի վրա են մեր ազդում, մենք գիտենք, որ ժամն է եկել եւ այդպես էլ ավելի առույգանում ենք, բայց արի արդարության համար նշենք, որ սուրճ ու սեր առավոտից ծրագիրը մեզ համար որոշակի առումով ստիմուլ է, զարթուցիչ է, որովհետեւ որքան էլ ծանր ենք, մենք գալիս հասնում ռադիո այդուհանդերձ, երբ սկսում ենք աշխատել ու աշխատանքից հետո հասկանում ենք, թե որքան էներգիայով լի ենք եւ կարող ենք գրավել ամբողջ աշխարհը։ Այո, համաձայն եմ, ուղիղ եթերի կախարդանքն է դա թերևս եւ հուսով եմ, որ մեր ռադիոլսողներին նույնպես փոխանցվում է, որ կան մարդիկ, որոնց համար նույնպես մեր առավոտյան ծրագիրը, ինչպես դու նշեցիր, ստիմուլ է, մոտիվացիա է, վաղ արթնանալու, մեզ միանալու եւ որ օգնում ենք օրը լավ սկսել, սուրճի բույրը ռադիո տնից հասնում է տներ եւ նրանց նույնպես օգնում ենք արթնանալ։ Դուք առավոտյան եթե նամակ եք ստացել, ինչ նամակ եք ստացել, ինչ բովանդակությամբ կարող եք գրել կամ զանգահարել մեզ ու պատմել դրա մասին։ Այսօրվա իմ նամակը շատ յուրատեսակ էր։ Առավոտյան առաջին նամակը ումից եք ստանում, երբևէ ուշադրություն դարձրել եք եւ թե ինչ բովանդակություն ունի այն։ Ես այսօր առաջին նամակը ստացել եմ հենց Վեգայից։ Այո, ես եմ գրել։ Առավոտ 8:30-ին եւ այսպիսի բովանդակություն ունի. Սիրելի Լուսինե, քանի որ գիտեմ, որ շուտ ես հասնում ու սուրճ ես դնում, եկա ասեմ, որ ինձ չդնես ու սրտիկներ։ Ինչևէ, ես փորձեցի Վեգայի համար սուրճ չպատրաստեմ, բայց չափերը միևնույն է շատ եղան եւ մնացել էր եւ Վեգան ասաց այնքան լավ է բուրում, որ չեմ կարող չխմել։ Այո, եւ արդյունքում միևնույն է վերցրեցի իմ մի բաժակ սուրճը, զգում էր Լուսինեն, ենթագիտակցորեն, որ սուրճի բույրը ինձ գերելու է եւ միևնույն է ես նույնպես ուզելու եմ խմել։ Իդեպ, քանի որ խոսում ենք առաջին նամակների մասին, ուզում եմ այսօր հատուկ շնորհակալություն հայտնել մեր ռադիոլսող Էդիկ Բաբուջանին, որովհետեւ արդեն մի քանի անգամ է եթերը դեռ չսկսած, արդեն հասցնում է մեզ ողջունել, մեկնաբանություններ թողնել, ինչը շատ ուրախացնում է եւ փաստում է այն մասին, որ նա մեր հենց այն ռադիոլսողներից է, որոնք սպասում են առավոտը։ Իմիջիայլոց ես էլ ուզում եմ առանձնահատուկ ողջունել այսօրվա տաքսու վարորդին, որը ինձ բերեց հասցրեց ռադիոտուն անփորձանք, հետաքրքիր զրույցով ու չգիտեր թե մասնագիտությամբ ես ինչ եմ եւ ինչ որ ինձ կյանքից բաներ էր սովորեցնում եւ այլն։ Զրուցեցինք, շատ ջերմ զրույց ենք ունեցել, երբ հասանք ռադիոտուն, ասացի կմիացնեք եւ ես ձեզ անպայման կողջունեմ։ Ամենակարևորը ուշադրություն էի դարձնում, որ երթևեկության կանոնները չէր խախտում, վարում էր մեքենան նորմալ ու ինքը զարմացել էր, ասում էր, այսպիսի բան չկա, այս ժամին պիտի խցանում լիներ։ Ասում եմ, չէ, արդեն տևական ժամանակ է, խցանումների սանդղակը 6 բալից չի բարձրանում, զարմացած իմ վրա է նայում, թե որտեղից գիտի այս աղջնակը այդ ամենի մասին։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել, բարի լույս բոլորիդ, իսկ նամակների հետ կապված առաջարկ ունեմ, եթե դեռ ոչ ոքից նամակ չեք ստացել, եղեք դուք այդ նամակ գրողը եւ ձեր հարազատներին, մտերիմներին ինչ որ բան գրեք, չգիտեմ։ Համաձայն եմ եւ երբեք չէի մտածել այն մասին, որ իսկապես կարեւոր է թե ով է առավոտյան մեզ առաջինը գրում։ Ասեմ, որ մեր ռադիոլսողներից եւս մեկը արդեն մեզ բարի լույս մաղթեց, Վիգեն Եղեզարյանը նույնպես միացել է մեր ուղիղ միացմանը Facebook-ում, այս մասին հիշեցնենք մեր նաեւ մյուս ռադիոլսողներին, որ մենք ուղիղ եթերում ենք նաեւ մեր Facebook-յան էջում, կայքում armradio.am, երկու հարթակներն էլ ունեն նաեւ զրուցարաններ, մեկնաբանություններ թողնելու հնարավորություն, այնպես որ սպասում ենք ձեր նամակներին։ Այո, գրեք մեզ, զանգահարեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարով, փաստորեն ստացվեց մենք երկու այսօր թեմա ունենք որոշակի, մեկը արդեն բարձրաձայնեցինք, եթե նամակ եք ստացել վաղ առավոտյան ումից եւ ինչ բովանդակությամբ, եթե դրանք եթերային են, կարող եք սիրով ներկայացնել, մեզ հետ կիսվել եւ չմոռանաք դուք էլ
նամակներ ուղարկել ձեր սիրելիներին ու հարազատներին։ Հիմա երգի ընթացքում ես ու վեգան դա կանենք որպես օրինակ ձեզ համար, իսկ հաջորդ թեման, որի մասին կխոսենք արդեն երգից անմիջապես հետո։ Մենք առաջարկում ենք, որպեսզի յուրաքանչյուրը եթե տանեք, ապա սուրճ թեյ ըստ նախասիրության վերցրեք տակ, մոտեցեք նաև պատուհանին եւ նայեք դեպի ձեր բակը, տեսեք թե ինչ է կատարվում, չէ՞ որ բակը դա մեր մանկությունն է, մեր կյանքն է, մեր ամենօրյա տեսարանն է, որը կարող է փոփոխվել կախված մարդկանցից։ Այո, եւ կարծում եմ հենց մեր մանկության մասին, մանկություն վերադառնալու մասին մի կատարմամբ էլ ազդարարենք օրվա սկիզբը։ Այո, այդպես էլ անում ենք եւ սիրելի ռադիոլսողներ, վայելենք միասին։ Պատկերացրու, էլի փոքր ես ու բակում, էլի վազում ես տուն ջուր խմելու, էլի հոտնը այրիկում վա ու դեռ լույս է դրսում։ Պատկերացրու, առավոտը դպրոց ես գնում, ու հարյուրով աշխարհ է առնում, շտապում ես տուն, որ գրկես ծերոց ու լավ ամեն ինչ ձեր։ Մարդիկ ուղիղ 100 տարի են ապրում, պապն ասել, երբ նա ինձ հաշվել սովորեցրեց, ես անմիջապես սկսեցի հաշվել, թե մեզ ինչքան է մնացել ապրելու։ Մի տեսակ, կուզեի մի օր փոքր դառնայ, ու էլ հոգսեր չունենայ, ոչ սիրո պատմություն, ոչ ամերժ փնտրտուք թե ով են։ Մի տեսակ, կուզեի մի օր փոքր դառնայ, վայելեի կյանքը ու չզղջայ, որ սխալ եմ անում կամ էլ չեմ հերիքում, հեշտեր և չէ հասկանում։ Գիշեր ու ցերեկ, ինձ հիշեք ու բերեք, այն ինչ չի լինելու էլ երբեք։ Ասում եմ գիշեր ու ցերեկ, մի քիչ հետ գնացեք, ու եթե սեր մնացել է, տվեք։ Մի ակնթարթ արթնանանք, մարդ դառնանք, մի քիչ թողենք, որ արցունքները չորանան, մի պահ պահենք պատերը, որ վեր բարձրանան, մի ժամ ջնջենք վատերը, որ չշատանան, հիշի որ մի տեսակ ամեն ինչ կարա դառնա ուրիշ, ու ուրիշն էլ մի տեսակ դառնա շատ հարազատ, նենց որ իմացի երեքներն ու սրտերը դեղին, քեզ ասում են հիշի, ժպտա ու եղի։ Մի տեսակ, կուզեի մի օր փոքր դառնայ, ու էլ հոգսեր չունենայ, ոչ սիրո պատմություն, ոչ ամերժ փնտրտուք թե ով են։ Մի տեսակ, կուզեի մի օր փոքր դառնայ, վայելեի կյանքը ու չզղջայ, որ սխալ եմ անում կամ էլ չեմ հերիքում, հեշտեր է չէ հասկանում։ Հեշտեր է չէ հասկանում։ Թե մեզ ինչքան է մնացել ապրելու։ Հեշտեր է չէ հասկանում։ Սոնսոնը օրերը կարճացել աստված։ Սկսել եմ մերոնց հասկանալ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ահա, հերթական երաժշտական կատարումը լսեցինք հարգելի ռադիոլսողներ եւ հասցրեցինք նամակ ուղարկել։ Ես իմ հարգարժան սիրելի ամուսնուն գրեցի, որ շատ սիրում եմ, պատկերացրած աչքերը բացում է եւ կարդում է այդ նամակը։ Իսկ ես իմ սիրելի քույրիկին այստեղից դեպի հեռավոր երկրներ, այսօր նա այստեղ չէ, բայց առավոտյան արդեն կվերադառնա, կլորիկ ուղարկեցի, այն կլոր վիդեոներից Telegram-ով մեր եթերից փոքրիկ հատված, հասկացա, որ բարի լույս եմ մաղթում։ Մի խոսքով եկեք միմյանց բարի լույս մաղթենք եւ վաղ առավոտյան դրական ու ջերմ էմոցիաներ փոխանցենք մեր հարազատներին, սիրելիներին, իրենց ուղակի գրելով, պարզապես մի քանի ջերմ խոսք, որը դուք եք նախընտրում գրել, եւ հաջորդ թեման, որին կուզեինք անդրադառնալ այսօր հարգելի ռադիոլսողներ, դա նրա մասին է, որ ցրտերն ընկել են, ուշ է լուսանում, ինչպես արթնանալ վաղ առավոտյան, լինել առույգ, երբ դրսում դեռ մութ է։ Ինչ հնարքներ կան։ Ինչ հնարքներ եք կիրառում դուք, օրինակ։ Ունես հնարք։ Այո, փոքրիկ հնարք ունեմ, որն իրականում գիտակցաբար չեմ արել, միշտ այդպես էլ արթնացել եմ, հետո որոշ ժամանակ անց տարբեր մարդկանցից հասկացել եմ, խորհուրդներից տարբեր մարդկանց հասկացել եմ, որ դա նաև հնարք է։ Ես իմ առավոտը պարտադիր սկսում եմ սուրճով եւ նաև որևէ քաղցր համեղ ինչ-որ բանով, եւ պարզվում է, որ դա երբեմն կարող է մոտիվացիա լինել, եթե նախորդ օրը գիտես, որ առավոտյան քեզ ինչ-որ հրաշալի նախաճաշ է սպասվում, ինչ-որ համեղ բան ես ուտելու, երբեմն այդ սպասում
ձգումով, օրինակ, արթնանում ես։ Ինքնախապեյությամբ ես էլի։ Այո։ Այսինքն առավոտը ինչ որ կերպ քեզ համար հետաքրքիր դարձնելով կամ յուրահատուկ դարձնելով տրամադրվում ես եւ առավել վաղ ես արթնանում, բայց պիտի անկեղծ խոստովանեմ, որ այս օրերին երբ արթնանում եմ եւ դեռ մութ է, այդ մութը միևնույն է ճնշում է եւ նույնիսկ սուրճը այնքան էլ գրավիչ չի թվում եւ միևնույն է դժվարությամբ եմ արթնանում։ Այնպես որ եթե մեր ռադիո լսողները նույնպես որևէ հնարք ունեն, որը հենց այս եղանակին նրանց օգնում է առավել առույգ արթնանալ, շատ կօգնի մեզ դա։ Դու ունես որևէ հնարք, Լուսինե։ Ինձ հետ լավ երաժշտությունն է, երբ արթնանում եմ լավ երաժշտություն եմ միացնում, YouTube-յան հարթակով եմ միացնում, որպեսզի նաև տեսնեմ։ Եվ հաճախ բնականաբար տաք ռիթմեր են հնչում, ես չեմ կարող էլի սառը ռիթմեր լսել, ինչու զարմացած չես, չէ։ Չէ, բնավ։ Այո, եւ հետեւաբար երաժշտությունը ինձ օգնում է ինչ որ չափ առվիգանալ, արթնանալ։ Դուք էլ ձեր տարբերակներն ասեք, on-line հարթակ ենք մուտք գործել եւ մեր ռադիո լսողները էլի գրում են, Արտաշ Քերոփյանն է մեզ ողջունում, Վարդուշ Մաթեոսյանն ասում է բարի լույս հաճելի եւ հաջողություններով լի օր բոլորիս, Արմինե Դանելյանն է բարի լույս ասում, Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս սիրելի իրար լրացնող հաղորդավարներ ջան, առաջին նամակը ձեզ եմ գրում սիրով, սրտիկ շնորհակալություն։ Անչափ շնորհակալ եմ։ Այսպես իրար նամակը գրելով ուրախանանք, թե չէ բարթացնում ենք մեր կյանքը, առանց այդ մեր կյանքը բարդ է։ Հավելյալ ինչու ենք արհեստական բարթացնում։ Համաձայն եմ եւ գոնե այն ասպարեզներում, կյանքի ոլորտներում, որտեղ ինչ որ բան մեզնից է կախված, գոնե այդ ամենը պետք է փորձենք դրական դարձնել, հատկապես որ ասում են առհասարակ պետք է փորձել կառավարել միայն այն ամենը, ինչ կախված է մեզնից, մնացած ամեն ինչ պետք է վստահել կյանքին։ Հաճախ նաեւ փիլիսոփաների շատերն են բնդում եւ հոգեբանների շատերը ասում են պիտի բաց թողնես իրավիճակը եւ ուղակի կողքից որպես հանդիսատես հետևես, ամեն ինչ ինքն իրեն տեղը կընկնի, լինում են իրավիճակներ, երբ հենց այդպես էլ կա։ Համաձայն եմ եւ նաեւ հենց կա չէ այդ միտքը, որ մենք չենք կարող կառավարել օրինակ փոթորիկները, բայց կարող ենք կառավարել մեր առագաստները, այսինքն թե մենք ինչպես ենք մեզ պահում կյանքի տարատեսակ իրադարձությունների։ Այսօր մի հոգեբանի էլ էի լսում, ասում է եթե դուք գնահատված չեք զգում ձեզ, դա չի նշանակում, որ դուք արժանի չեք գնահատանքի եւ հետեւաբար պիտի փոխեք տարածքը։ Եվ օրինակ էր բերում, հետաքրքիր մի տարբերակ բերեց օրինակը, ջրով շիշ ցույց է տալիս եւ ասում է այս շիշը խանութում օրինակ պայմանական արժե 100 դրամ։ Երբ գնում ես այդ շիշը ձեռք բերել հյուրանոցից, այն ձեռք կբերես 300 դրամով։ Օդանավակայանում այն ձեռք կբերես աստղաբաշխական 1000 դրամով։ Ասում շիշը նույնն է, ջուրը նույնն է, նույն ընկերության արտադրանքն է, կախված է թե որ տարածքից ես դու այն ձեռք բերում, եւ երբ դու զգում ես, որ դու բավարար գնահատված չես, փոխիր այդ տարածքը։ Հրաշալի է հնչում։ Ահա, հուսամ ձեզ էլ դուր եկավ։ Այո, եւ հուսամ, որ միշտ շրջապատված կլինեք մարդկանցով, որոնք իսկապես գնահատում են ձեզ, իսկ եթե ոչ, Լուսինեն արդեն հուշեց, թե ինչ է պետք անել։ Ինչ է պետք անել, այո, ինչ անենք, արդեն ներկայացնենք տեղեկությունը, թե երբ լսենք հետո, ինձ թվում է տեղեկությունը ներկայացնենք, որովհետեւ եթե նայենք ժամացույցին, ապա մենք կարող ենք շատախոսել եւ հետեւաբար այսպես ստացվի այնպես, որ ժամանակ չենք ունենա, դա արդեն հնչյուններից հասկացաք, որ մենք փորձելու ենք հասկանալ, թե մայրաքաղաքում ինչ եղանակ է սպասվում, այս պահին հասկանանք, իդեպ երեկվա համեմատ այսօր տաք էր։ Այո, այդ մասին է հուշում նաև հեռախոսային հավելվածը, հենց այս պահին ըստ իմ հեռախոսի Երևանում 4 աստիճան է, բայց ինչպես սիրում է հուշել հավելվածս, զգացվում է ինչպես 8 աստիճան։ Այո, ամբողջ օրվա ընթացքում զգայուն է քո հավելվածը։ Հեռախոսը զգայուն է եւ նա նույնիսկ նշում է թե ինչպես է զգացվում, որովհետև միշտ չի, չէ, որ իրականում նայում ես, զարմանում ես, օրինակ ավելի ցուրտ է թվում, կամ ավելի տաք է թվում, այդ մասին նույնպես հոգացել են։ Շատ նշփանակատ է։ Այո, ծրագրավորողները, ասեմ, որ այսօր ըստ հեռախոսի ամբողջ օրվա ընթացքում սպասվում են առանց տեղումների եղանակ եւ մինչեւ 11 աստիճան բարձրանալու է։ Ես հավելեմ նաև, որ մինչև ամսի 30-ն է սպասվում առանց տեղումների եղանակ, իսկ այսօր լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։
Իդեպ նաև հավելենք հարգելի ռադիոլսողներ, որ դեկտեմբերին արդեն առանձին շրջաններում կսպասվեն տեղումներ։ Ես երբևէ չէի մտածի, որ այդքան կցանկանամ, որ անձրև տեղա, բայց այդուհանդերձ օդի մաքրման որոշակի չափականակի համար մեզ պետք է թե ձյուն, թե անձրև, իրականում տխուր վիճակ է օդի տեսանկյունից։ Ցավոք շատ։ Այո, սկսելու է այս երեկվանից արդեն սկսել է նվազել օդի ջերմաստիճանը 1-ից 2 աստիճանով եւ այդպես պահպանվելու է տևական ժամանակ Երևանում եւս նույն ցուցանիշներն են եւ առանց տեղումների եղանակ է սպասվում։ Կարծես թե այս մասով ամեն ինչ ասված է հարգելի ռադիոլսողներ, հիմա շարունակենք այլ կարևոր տեղեկություններ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Մինչև անցնելը իդեպ օրինակ ավտոճանապարհներին ասեմ, որ ես անհամբեր սպասում եմ ռադիոլուրի մեր գործընկերներին, որպեսզի հասկանամ, թե արդյոք որևէ որոշում կամ ճանապարհային քարտեզ, այսպես ասած, արդեն ունի քաղաքապետարանը օդի մաքրման աշխատանքների հետ կապված կամ ինչ է հնարավոր առհասարակ անել, որովհետև իսկապես 3 ամբողջ օրը համացանցում հետևում էի տարբեր սարքերով, ցուցիչներով, այո, բոլորը բարձրաձայնում էին եւ իսկապես հասկացա, որ շատ ավելի մտահոգիչ է աստիճանը օդի աղտոտվածության, քան մենք կարծում էինք եւ այս պարագայում ուղղակի հիշեք, որ նաեւ եթե պետք է մենք էլ ինչ որ բան պիտի անենք, բայց մարդկային գործոնն իրեն արդեն արել է, ինչքան ուժ ունենք, փչացրել ենք շինհրապարակները մեզ օրինակ քանակությունը անթույլատրելի չափի քանակությունը եւ շինարարությունը իրենց հետևանքներն են բերել նաեւ հրդեհներ որոշակի մի խոսքով շատ կարեւոր է որ յուրաքանչյուրս նաեւ ամենայն պատասխանատվությամբ մոտենանք ցանկացած հարցի եւ հասկանանք որ գուցե յուրաքանչյուրիս որևէ մեկ քայլ կարող է վնասել ոչ միայն մեզ այլև շրջապատին բնությանը եւ հիմա հասկանանք ինչ է կատարվում Երևանից դուրս այո բոլոր այն մարդկանց համար, որոնք գուցե աղտոտված օդից փորձեն փախել են։ Չէ, ապրում են մաքուր օդում։ Այո, մաքուր օդում, գուշակեք, որ միայն որ տարածքն է դեռ շարունակում փակ մնալ։ Կորեայի ձորի, այո, Կորեայի ձորի ճանապարհը միայն շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր ավտոճանապարհները, այդ թվում Լարսը, բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։ Ես առաջարկում եմ հիմա նաև շատ արագ տեղափոխվել օդային տարածք, հասկանալ Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայքը, ինչ ժամանման եւ մեկնման ցուցանակը ինչպիսին է, ասեմ, որ վարկյան առ վարկյան է աշխատում, հրաշալի է, առանց այսպես որևէ խոչընդոտի եւ վայրեջքները տեղ են ունենալու բոլորը ժամանակին։ Հիմա գնանք մեկնումների ցուցակնայինք կրկին ամեն ինչ ժամանակին է տեղի ունենալու։ Մեզ մնում է միայն ասել բարի գալուստ, բարի վերադարձ եւ ովքեր որ պատրաստվում են մեկնել, նաեւ տեղեկացնենք տարադրամի փոխարժեքի կուրսին։ Այո, ամերիկյան դոլարը այսօր 381 դրամ է եւ 12 լումա, եվրոն 441 դրամի եւ 7 լումայի է համարժեք, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, 141 դրամ եւ 12 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 501 դրամ եւ 55 լումա եւ դիրհամը 103 դրամ եւ 77 լումա է այսօր։ Իսկ հիմա փորձենք հասկանալ այսօր, մենք կասենք այսօր ճապոնական յենը 24,357 է։ Նախանձում եմ այն մարդկանց, որոնց պետք է գալու այս տարադրամի այս փոխարժեքը, որովհետեւ իմ երազանքների քաղաքներից է Տոկիոն։ Դու մենակ չես, մենակ չես։ Շատ եմ ուզում լինել այնտեղ։ Ոնց որ իրար հետ գնանք, հա։ Թերևս այո։ Լավ գաղափարեր ծագեց եւ ոչինչ հենց այնպես օդում չի հայտնվում։ Իսկ հիմա տեղափոխվենք հարգելի ռադիոլսողներ մայրաքաղաքի փողոցներ, եւ հասկանանք ինչ է կատարվում։ Մի քանի փողոցներում շինարարական աշխատանքներ են կատարվում, այնպես որ դրա պատճառով կարող են նաեւ գերծանրաբեռնված փողոցներ լինել։ Հիմա այդպես փորձենք հասկանալ հարգելի ռադիոլսողներ, ասեմ որ բալային սանդղակը 6 է։ Շատ զարմացած էր տաքսու վարորդը, ասում է ինչու է մեքենա չկա, ասում եմ տևական ժամանակ է, որ բալային սանդղակը 6-ից չի բարձրանում։ Տաքուկ մարդիկ քնած են, ասում է բա գործի չեն գնում, ասում սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, կարող ես մանևրել եւ ինչ որ շատ մարդիկ գուցե ժամանակային խնդիր չունեն։ Դեպի կենտրոն սլացող ճանապարհները ասեմ, որ գրեթե բոլորը խցանված են, Բոսորով ունենք նշված էլի մի քանի փողոցներ, հարգելի ռադիոլսողներ, այստեղ Կորյուն փողոցն է, Բոսորով նշված, ես ասեմ դեպի Մաշտոցի պողոտատանող ուղղությամբ է հիմնականում խցանումը, գնանք շարժվենք առաջ, նաև ասեմ
հիմա փորձենք հասկանալ Սայատնովան է խցանված դեպի օպերա գնացող հատված ուղղությունը եւ եթե այսպես էլի շարունակենք, ապա Սարալանջը բնականաբար մշտական ունի, նույնիսկ այդ մասին կարող ենք չխոսել, Իսակովը միշտ ծանրաբեռնված է, գիտեք, որևէ նորություն չենք ասում այդ առումով, Իմ ռադիոտուն գալիս արդեն շատ ծանրաբեռնված էր Միասնիկյանը, չգիտեմ հիմա ինչ վիճակ է, բայց միշտ մշտականներ ունեն նրանք։ Եվ այսպես, մի խոսքով խուսափեք խցանումներից, հարգելի ռադիոլսողներ, եւ հիշեք մի շատ կարեւոր բան, որ այդ խցանումները նաեւ մարդկային գործոնով են պայմանավորված եւ գուցե մի վարորդի անփութության, չիմացության կամ չհարգելու մեկը մյուսի հետևանքով են տեղի ունենում խցանումներ։ Ես քեզ կատակ եւ քեզ լուրջ միշտ ասում եմ, որ Հայաստանի խցանումներն էլ են առանձնահատուկ եւ ոչ մի երկրի խցանմանը նման չեն։ Խաչմերուկ այս կողմ կատաստրոֆա, այսպես խցանում է, Խաչմերուկ այն կողմ դատարկություն։ Մի խոսքով, ձեզ մաղթում ենք լավ տրամադրություն, իսկ դուք մի մոռացեք, որ մեզ պիտի հետաքրքիր տարբերակներ ասեք, թե ինչպես արթնանալ վաղ առավոտյան դինել առույգ, երբ դրսում դեռ մութ է, եւ եթե ձեր սիրելիներին նամակ եք գրել կամ ընկերներին, հարազատներին, կարող եք մեզ հետ էլ կիսվել։ Իդեպ Լուսինե, հենց այս ընթացքում երբ մենք խոսում էինք, աչքս գցեցի հեռախոսային հավելվածին եւ տեսա, որ նույն վարքյանին եղանակը մի աստիճանով բարձրացավ։ Փոխեց հավելվածը արդեն 5 աստիճան է, բայց արդեն զգացվում է ինչպես 9 է։ Դրա հետ մեկտեղ դա էլ է բարձրացնում։ Անետա Ադամյանն էլ մեզ գրում է բարի լույս, բարի առավոտ ձեզ եւ մեզ հաճելի օր եւ այսպես ամեն օր ձեզ լսելով է սկսվում աշխատանքային օրս, շատ ուրախ ենք, որ մեզ եւ իդեպ ողջունենք բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատավայրում են մեզ լսում բարձր միացված։ Մենք գիտենք, որ տարբեր մարզերում եւ տարբեր հատվածներում կան մեծ խոշոր արտադրամասեր, որտեղ բարձր միացված է հենց հանրային ռադիոն, ջերմ ողջույններ, բարձր արդյունավետություն եւ շնորհակալություն տնօրինությանը, որ նրանք նաեւ տեղեկատվության աղբյուրն են փորձում ապահովել իրենց աշխատակիցներ։ Իսկ հիմա տակ, ակտիվ ռիթմեր են մեր եթերում, վայելենք miasին. Os bichos de série saírem de dentro da mata fechada. Choveram gritos da noite, está hoje açoite pela madrugada. Onde sabia sair que caixinguele, maracajá, de um macho da pereza, se querer depois da Caixinguele, maracajá, de macho da pereza, se querer depois da Onde sabia sair que caixinguele, maracajá, de macho da pereza, se querer depois da saírem de dentro da mata fechada. Só ouviram gritos da noite, está os açoites pela madrugada. Arrepiou, vai-te embora, subiu, acai embora. 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 Caixinguele, maracajá, de macho da pereza, se querer depois da Onde sabia sair que caixinguele, maracajá, de macho da pereza, se querer depois da
station with the best music. I love the music. Best music. Այսպես ռիթմերը հնչեցին, ներխուժեցին, ես գաղտնիք բացեմ, որ այս կատարումը հաճախ եմ լսում վաղ առավոտյան, որպեսզի տաքանամ, ջերմանամ, ակտիվանամ, առույգանամ։ Մենք սպասում ենք նաև ձեր տարբերակներին, հարգելի ռադիոլսողներ, դուք կարող եք զանգահարել մեզ 55 37 02 հեռախոսահամարով եւ իհարկե չենք մոռանում, որ մեզ հետ կապի միջոցները շատ տարբեր են։ Մեզ կարող եք նաև գրել arm.radio.am կայքի միջոցով, մեզ նաև կարող եք գրել իհարկե Facebook-յան հարթակի միջոցով շնորհակալություն ենք հայտնում ձեզ այսքան ակտիվության համար եւ արի թերթենք պատմության էջերը, թեպետ ասեմ, որ այսօր այդքան էլ հարուստ չի իրադարձություններով եւ ծննդյան տարեդարձներով, միայն կարող ենք ասել, չգիտեմ, ասեմ, ձեր աչքը լույս լինի, բայց տարվա ավարտին մնացել է 34 օր։ Այո։ Մեկ ամիս, ընդամենը մի ամիս։ Հավելեմ նաև, որ 1701 թվականի այսօրն է ծնվել շվեդ աստղագետ եւ ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, դե արդեն գիտեք, այո, եւ շարունակենք միասին թերթել պատմության էջերը, հասկանալ Կարանդաշ ռուս ծաղրածու դերասանին շատերը գուցե հիշեն 1901 թվականի այսօրն է ծնվել եւ մեր շատ սիրելի ասմունքով Վլադիմիր Աբաջյանը 1927 թվականի այսօրն է ծնվել։ Ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանն է այսօրը ծնվել 1985 թվականին, Բրյուս Լիի ծնունդն է այսօր, փաստորեն հոնկոնգյան ծագումով ամերիկացի կինոդերասան եւ հատկապես տղամարդկանց հերոսը երկար ժամանակ, հայճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանի ծննդյան տարեդարձը նույնպես այսօրը եւ երաժշտասերների համար Ջիմի Հենդրիքսի ծննդյան օրն է փաստորեն այսօր 1942-ի այսօրն է ծնվել գիտարահար լեգենդա, այո։ Եվ շարունակելով նաև հավելենք, որ ամերիկացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Քեթրին Բիգելոուն է ծնվել 1951-ի այսօրը։ Եվ կարծես թե վերջ, չէ՞։ Այո, կարծես թե այսքանով ավարտվեց։ Տոներ չկան այսօր, ուրախ չունենք տարօրինակ տոներ, որ ասենք, խոսենք, ուրախանանք, բայց խնդիր չէ, կարևորը մենք ունենք հետաքրքիր տարբերակներ եւ սպասում ենք ձեզնից իհարկե լայվ հակեր։ Ես առաջարկում եմ նաեւ Աբոին հարցնենք, տեսնենք Աբոն ինչ խորհուրդներ կտա, որպեսզի վաղ առավոտյան արթնանալիս լինենք ավելի առույգ, ավելի լավ տրամադրություն ունենանք եւ նաեւ կարող ենք կարծում եմ հարցնել մեր ռադիոլուրի մեր գործընկերներին, քանի որ նրանք նույնպես շատ վաղ են արթնանում եւ սովորաբար ել ավելի վաղ են լինում ռադիոտանը, քան նույնիսկ մենք, իսկ մենք շատ հավատացեք շատ վաղ ենք լինում ռադիոտանը։ Ուղղակի անհամբերությամբ սպասում ենք, երբ մեր ռադիոլուրի գործընկերը դուռը կբացի եւ մուտք կգործի, եկավ շքեղ գեղեցկուհին, համեցեք, Հասմիկ Մարտիրոսյան, համեցեք։ Ահա, Հասմիկն արդեն այստեղ է։ Բարի լույս։ Հասմիկին հատկապես այս հարցը պետք է ուղղել, քանի որ նրան հաջողվում է ոչ միայն շատ վաղ արթնանալ եւ այդքան վաղ ժամի լինել ռադիոտանը, այլև միշտ շքեղ եւ հրաշալի տեսք ունենալ։ Շնորհակալություն Արման։ Դուք տեսաք նաև մեր աշխատակցին կադրում։ Ողջունենք Արմանին նաև։ Այո, Հասմիկ ինչ հնարքներ կան, խոսում էինք այն մասին, որ հիմա երբ շատ մութ է առավոտյան, շատ տհաճ է դարձել մի տեսակ նույնիսկ արթնանալը, երբ արթնանում ես եւ մութ է, ինչ հնարքներ եք դուք կիրառում։ Ոչ մի հնարք չեմ կիրառում, ես սովորականի նման արթնանում եմ եւ գալիս աշխատանքի։ Այսինքն բու ես բնույթով էլի, արտույտ, ոչ թե բու, այսինքն քեզ համար խնդիր չի վաղ առավոտյան արթնանալ։ Այո, վաղ արթնանալ ինձ համար խնդիր չէ։ Գովազդի համար էլ խնդիր չէ, որ նա ժամանակին հնչի, հիմա լսենք։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում բարի լույս, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Հայաստանն ու Եվրամիությունը տոնել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 8-ամյակը։ Երևանի քաղաքապետը անդրադարձել է վերջին օրերին Երևանում օդի բարձր աղտոտվածության մասին մտահոգություններին։ Կրակոցներ եւ վիրավորներ Սպիտակ տան մոտ Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։ Թեմաները ընդգրկում վարքյաններ անց։ Եվ այսպես Հայաստանի կառավարությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Դանիայի դեսպանությունը նշել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 8-րդ տարեդարձը, որի հիման վրա Երևանն ու Բրյուսելը ամրապնդում են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարեփոխումների նկատմամբ հանձնառությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից ի վեր այն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման խթանման, ժողովրդավարական կառավարման բարելավման եւ օրենքի գերակայության առաջխաղացման գործում միաժամանակ ստեղծելով խոստումնալից տնտեսական հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար։ Հաղորդվում է, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը համատեղ իրականացրել են բարեփոխումներ արդարադատության, հանրային կառավարման, մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, կապակցվածության եւ կայուն տնտեսական զարգացման ուղղություններով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 3 քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտնել է, որ 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրած համաձայնագիրը նպատակ ունի սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին պայմանների սահմանման անհրաժեշտությունը։ Այժմ խոսենք հրդեհների մասին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ եւ համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, հորդորելով խստորեն պահպանել հրդեհային անվտանգային կանոնները։ Ավելի վաղ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ փրկարար ծառայությունը պարզաբանում է ներկայացրել անդրադառնալով սոցցանցերում տարածվող Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութերին։ Ծառայությունից հայտնում են նշված համայնքի հարակից Կազաչի տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ է մարվել եւ նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան։ Խոսենք օդի աղտոտվածության մասին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով անդրադարձել է վերջին օրերին մայրաքաղաքում արձանագրված օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների շուրջ հնչեցվող մտահոգություններին, ասել է, որ օդի աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլև հարակից Արարատյան գոգավորության, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին եւ հարակից տարածաշրջաններին։ Քաղաքապետի խոսքով օդի աղտոտվածությունը այս հատվածում ունի սեզոնային բնույթ եւ պայմանավորված է աշխարհագրական գործոններով։ Օդային զանգվածների շրջանառությամբ չոր անտիցիկլոնային եղանակով հարավ արևելքից ներթափանցող չոր ու փոշոտ օդային հոսքերով։ Եվ անդրադառնանք միջազգային կարևոր թեմաների։ Վաշինգտոնի կենտրոնում Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել, ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, ծանր վիրավորում է ստացել ազգային գվարդիայի 2 զինծառայող։ Մեկ այլ տեղեկության համաձայն կրկին արևմտյան լրատվամիջոցներն են հայտնում, զինծառայողները զոհվել են։ Կրակոցներ արձակած անձը եւս վիրավոր է, ձերբակալվել է։ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ նա երկիր է ժամանել Աղվանստանից 2021 թվականին։ CBS-ը անելով իր աղբյուրներին տեղեկացնում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողին նույնականացրել են որպես Աղվանստանի 29-ամյա քաղաքացի Ռահմանուլլա Լականվալ։
ԱՄՆ նախագահը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, ժողովրդին ուղված իր ուղերձում Թրամփն ընդգծել է մեջբերում։ Դա մեր ամբողջ ժողովրդի մարդկության դեմ ուղված հանցագործություն էր, մենք չենք հանդուրժի օրենքն ու կարգը խախտող նման հարձակումները այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ չպետք է գտնվեին մեր երկրում, մեջբերման ավարտը։ Ամերիկացի առաջնորդը նաև հաստատել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին հանձնարարել է Վաշինգտոնում տեղակայել ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայող։ Հոնկոնգի բնակելի համալիրում էլ բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 44 մարդ, իսկ 45-ը տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Associated Press-ը։ 279 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 900 բնակիչ տեղափոխվել է 8 տարբեր ապաստարաններ։ Համալիրի 8 շենքերում տեղակայված է շուրջ 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Ոստիկանության տվյալներով շենքերի արտաքին հատվածը պատված է եղել պաշտպանական ցանցով եւ պլաստիկ նյութերով, որոնք հնարավոր է չեն համապատասխանել հրդեհային անվտանգության ստանդարտներին։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ շինարարական ընկերության պատասխանատուները ցուցաբերել են անփութություն, ինչն էլ հանգեցրել է այս ողբերգական դեպքին եւ թույլ տվել, որ հրդեհը արագ տարածվի, պատճառելով մեծ զոհեր, հայտարարել է Հոնկոնգի ոստիկանապետը։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Սա այն դեպքն է, երբ երազում ենք անձրևի ու ծիածանի մասին, որպեսզի ծիածանը փնտրենք, գտնենք, գույները վայելենք եւ օդն էլ մաքրվի։ Երբեք չէի մտածի, որ կգա մի օր, որ մաքուր օդի մասին կերազենք։ Իրականում մինչ մեր հյուրին ողջունելը, կարծում եմ կարող ենք մի հեռախոսազանգ ընդունել, որովհետեւ մեր ռադիոլսողներից մեկն է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ողջունում եմ ձեզ, բարի օր եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Կուզեի մի առաջարկ ներկայացնել ձեր ցուցարարի հետ կապված, ես կատակես լույս, մի առաջարկ մենք ուզում ենք առաջարկում մտածել մեր բնակչության, մեր ժողովրդի սպառ կազմի մասին, երեխաների մասին, որոնք ամենառավոր ստրեսային իրավիճակով հասցնել 8-15 դպրոց գնալ։ Այո։ Մեր համատեղերը խեղճ երեխաները պատկերացրեք ամենառավոր ինչ ստրեսային վիճակի մեջ են լինում փոքրիկները, որ կարողանան առավոտյան այս մութ ժամերին ժամերին արթնանալով հասնեն դպրոց գնալ։ Ուղղակի առաջարկում էի երեխաների մասին մի փոքր մտածել եւ 8-15 նորից դարձնել 8-5, որտիսի ծնողները եւ երեխաները ուրախ ու կայտար արթնանան։ Ճիշտ է։ Պատկերացրեք երեխաների ուշ քնելը, որ դասեր են անում բարապետներ են անում այդ փոքրիկները եւ առավոտյան ինչպես են նրանք ուրախ ու կայտար արթնանալու, եթե չեն հասնում։ Դուք միայն տեսնեք, ես ինքս մոտ եմ կանգնած դպրոցի առօրյային, սարսափելի իրավիճակում վազվզելով մի բան եք ուզեի ասել, եթե մեր կրթության գիտության նախարարությունը մի փոքր անդրադառնային նաև երեխաների փոքրիկների առողջությանը, ողնաշարները ծրվում են այդ ծանր պայուսակների տակ, կամ փոքրիկներ, որ նույնիսկ չեն էլ երևում այդ պայուսակները, այնքան մեղք են, չեք պատկերացնի, գիտեք, ուղղակի կառաջարկեի, խնդրում եմ իրենք այդ հարցին ևս ուշադրություն դարձնեն մանկավարժներ կամ որոնք մեկ առարկայի համար 5 տետր են միանգամից պահանջում ներկայացնել դասերին, մի քանի դասագիր, որոնք երեխաներին պատկերացրեք 4-5 ժամ դասանող երեխայի պայուսակի ներկայությունը, եթե մի փոքր էլ ջուր է դնում հետո, ուտելիք է դնում, այդ երեխաները ինչպես է ուրախ ու կայտար արթնան, ողնաշարները ծրվում է։ Շնորհակալություն։ Ոչ եմ անում կրթության գիտության նախարարությանը, առողջապահության նախարարությանը, երեխաների առողջության այս կողմի մասին նույնպես մտածել։ Շնորհակալություն։ Նույնիսկ տետրեր կան, որոնք տարվավոր չեն լրացվում, անհարկի բացվում են։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Կառաջարկեի մեր քաղաքապետարանին նույնպես այս հարցին անդրադառնալ, որպեսզի երեխաներն էլ ուրախ ու կայտար արթնան, ծնողները հատկապես։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Շնորհակալ ենք զանգի եւ առաջարկների համար։ Տեսեք, սա էլ մենք չասացինք, ասաց ռադիոլսողը, մենք էլ ուղղակի մեր կողմից էլ հավել ենք, թող երեխաները 8-ից գնան դպրոց։ Մեղք են այդ երեխաները։ Աշխատողները իրենց կարծում ես, որ 15 րոպեն այդքան մեծ նշանակություն ունի։ Դու չես ասում, լավ 2 րոպե քնեմ, հետո կարդանամ։ Իսկ ինչ վերաբերում է ծանր պայուսակների, ես ու վեգան միասին իրար նայեցինք ու հասկացանք, որ մենք փրկված ենք, որովհետև մեր երեխաների պայուսակներն այդքան էլ ծանր չեն։ Այո, բայց իրականում նույնիսկ այն դպրոցների համար, որտեղ դասագրքեր կան, ես հասկանում եմ, որ ֆինանսական միջոցները պահանջում, բայց գուցե լուծումը լինի այն, որ յուրաքանչյուր դասագրքից լինի 2 օրինակ, մեկը մնա դպրոցում, մյուսը տանը։ Այո, եւ երեխաները ստիպված չեն լինի կրել։ կրել։ Եվ այս պարագայում առաջարկում ենք, որպեսզի ուսանողների դասերը ինստիտուտներում սկսվեն ժամը 11-ին, որպեսզի երեխաները հանգիստ գնան դպրոց, աշխատողները հասնեն աշխատանքի, այդ ուսանողներն էլ հասցնեն գեղեցկանան, թիթիզ գնան դասի։ Ամեն ինչ տեղը կընկնի։ Այո, ամենաշատը բախները կբերի ուսանողների։ Միանշանակ։ Այո, եւ վերջապես վերադառնանք եւ ձեզ սիրով ներկայացնենք մեր հյուրին, որն իրականում շատ լավ լուրերով է այսօր մեր տաղավարում եւ ունենք հպարտանալու առիթներ։ Միշտ այս հյուրի պարագայում մենք միշտ հպարտանալու առիթ ունենք։ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է 25-րդ կոնսերվատորիա միջազգային փառատոնը եւ սիրով հենց այնտեղից վերադարձած մեր հյուրին եմ ներկայացնում Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ փոփ ամբիոնի դոցենտ, դասախոս, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Կզոչյան, բարի լույս։ Կչոզյան, բարի լույս։ Լույս, աղջիկներ։ Ահա, բարի լույս, անսպարտ ձայնով ես կասեի Լուսինե Կչոզյան, դա էլ իմ կողմից հավել եմ, որովհետև եթե թույլ կտաք Լուսինե, պիտի ասենք, որ Լուսինեն են բացառիկ մեր էստրադային երգչուհիներից է, որ երբ արտնացնես, երբ ասես պիտի երգենք, որևէ խնդիր չկա, նա կարող է նույն պրոֆեսիոնալիզմով ելույթ ունենալ, ստաբիլ երգչուհի։ Ես պատրաստվել էի շաբաթ օրվա համար։ Մենք դեռ շաբաթ օրերը անպայման կվայելենք ձեր կատարումները։
Վեգան ներկայացրեց, որ Սանկտ Պետերբուրգում մասնակցել եք փառատոնի, կխնդրեինք մանրամասնեիք։ Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգում կայացավ կոնսերվատորիաների միջազգային 25-րդ փառատոնը, որը շատ մեծ շոկով անցավ, մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ։ Այնտեղ էին գտնվում 8 պետություններից ներկայացուցիչներ, բոլորը դասախոսական եւ պրոֆեսորական կազմի ներկայացուցիչներ։ Այսինքն այլ երկրներից գալիս էին միայն դասախոսները եւ պրոֆեսորները։ Ուրիշ մակարդակ է, էլի, այստեղ արդեն։ Մեծ, բարձր մակարդակի, որտեղ բոլորը կիսվում էին իրենց արվեստով, իրենց երկիրն էին ներկայացնում, իրենց մշակույթն էին ներկայացնում։ Հիմնականում ուղղվածությունը այստեղ դասական էր եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան շատ էր ցանկացել, որպեսզի Հայաստանը ներկայացներ ջազ երգչուհի։ Վաու։ Այո, եւ ամբողջ ֆորմատը այնտեղ դասական էր, միայն ես էի իմ ամուսնու հետ միասին, որ ջազային ճյուղն էինք ներկայացնում։ Ասեմ, որ բավականին շատ գեղեցիկ եւ հրաշալի համերգներ ենք լսել այնտեղ, ինչպես նաև պատմամշակութային հրաշալի համերգասրահներում, Էրմիտաժի թատրոնով, Մարինսկու երաժշտական հատուկ սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված դահլիճներում, մի խոսքով հրաշալի օրեր ենք անցկացրել այնտեղ, այո, նախանձելի, ամբողջությամբ եւ հոգով եւ աչքերով շոյվել ենք եւ այդ արվեստը թարմացել է մեջ կողմից։ Դե կներեք Սանկտ Պետերբուրգ գնալ, արդեն իսկ բավարար է, որպեսզի ուղղակի հայտնվել Սանկտ Պետերբուրգում, արդեն մշակույթի հետ առնչություն։ Որ բոլորը լինեն, որտեվ դա իսկապես հրաշալի քաղաք է, պետք է գնաս եւ տեսնես ու վայելես։ Թանգարան բաց երկնքի տակ եղել է։ Թանգարան բաց երկնքի տակ։ Դա բոլորովին այլ հաճույք է։ Սանկտ Պետերբուրգը դա ուրիշ աշխարհ է։ Համամիտ ես, չէ՞, Լուսինե։ Ես քիչ էր ժամանակը, բայց որքան որ կարողացա վայելեցի այդ քաղաքը։ Մարդիկ են նույնիսկ ուրիշ, շատ բարի եւ մշակութային ու ինտելեկտուալ, մեզ էին նման, չէին շտապում։ Ասում մինչև սուրճ էին խմում, արդեն անում էին հանգիստ իրենց գործին, այնպես որ եւ ջերմ, երբ որ պահին կանգնեցնեիր, բոլորը քեզ մեծ սիրով ժպիտով կդիմավորեին, եթե չէին էլ կարողանում օգնեին, անպայման մեզ բարի օր էին ցանկանում եւ ասում էին, որ դու քո ուզածը այնտեղ, այո, շատ լավ էր։ Եվ առհասարակ կներես Սանկտ Պետերբուրգը այն քաղաքների թվին է պատկանում, քիչ քաղաքների թվին, որը չունի կենտրոն։ Չկա կենտրոն հասկացություն, այնտեղ գոյություն պարզապես չունի։ Ամբողջը կենտրոն է։ Ամբողջը կենտրոն է, ամբողջը թանգարան է, ամբողջը մի խոսքով։ Ուֆ, ուզեցին նորից գնալ, գնացինք։ Անպայման պետք է կազմակերպել, հետաքրքիր է, որ այսքան տպավորիչ են եղել փառատոնային օրերը, հետաքրքիր է ինչով են ներկայանում առհասարակ երկրները, հատկապես ինչի վրա է շեշտը դրվում։ Ամեն երկիր, որքանով որ ես լսեցի, ներկայացնում են իրենց մշակույթը, իրենց ժողովրդական գործիքներով եկել էին, ներկայացել էին, ինչպես նաև ասեմ, որ ամբողջ այդ համերգների ընթացքում ակտիվ մասնակցություն ուներ կոնսերվատորիայի ուսանողությունը եւ նվագախմբերը հիմնականում եւ փոքր կազմերը եւ մեծ կազմերը, սիմֆոնիկ եւ կամերային, բոլորը կոնսերվատորիայի ուսանողներն էին գերպրոֆեսիոնալ մեծ աշխատանքներով, այնտեղ միայն փոխվում էին դիրիժորները, որոնք արդեն այլ երկրներից էին։ Իսկ մեր գիծը, որը որ մենք էինք ներկայացնում, ուրեմն ամբողջ աշխարհում գոյություն ունի ջազային ֆիլհարմոնիկ երաժշտության կենտրոն, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Ուրեմն ջազ երաժիշտների համար նախատեսված հրաշալի մի կառույց իր ամֆիթատրոնով, այնտեղ իրանք փորձերն էին անում, այնտեղ իրենք համերգներն էին անցկացնում, ամբողջը կոկտեյլային եւ բախտ մեզ վիճակվեց այդ սրահում ելույթ ունենալ հրաշալի նվագախմբի հետ միասին, ես վոկալն էի, ամուսինս հարվածային գործիքներ։
Այո, եւ շատ սիրուն ներկայացրեցինք հանդիսատեսը մեզ բաց չէր թողնում։ Ես չեմ էլ զարմանում։ Ինչ ծրագիր էր, Ծրագիրը հիմնականում ջազային էր, ինչպես նաեւ ես ներկայացրեցի մեր հայ կոմպոզիտոր Կոնստանտին Նորբելյանի երկճանապարհի երգը եւ մինչ այդ ներկայացրեցի թե երգը որ ֆիլմի համար եւ ում համար է գրված եղել, որ բոլորն իմանան, լսեն, այո, ճանաչեն Լեոնիդ Եգիվարյանի ճանապարհ դեպի կրկես ֆիլմի համար գրված, շատ մեծ ծափողություններով, արդեն YouTube-յան չէ, Facebook-յան եւ Instagram-յան էջերում տեղադրված է, փոքրիկ հատվածներով, այնպես կամաց Նման փառատոները եւ նման ելույթները իհարկե ճանաչելիություն են բերում նախավարաճ երկրին, ինչու ոչ նաև արտիստին, բայց բացի այդ ճանաչելիությունը, ծափահարությունները, լավ ելույթները, հոգեպես եթե դիտարկենք, ապա ինչ են տալիս արտիստին։ Աճ, չգիտեմ, մտածողության փոփոխություն, փորձի փոխանակում։ Ներկապային փորձի փոխանակում էր, փոփոխություն հայացքային եւ ավելի ստեղծագործելու ցանկություն։ Թևեր, կոպիտ ասած։ Իդեպ շատ բարձր ենք պահել Հայաստանի պատիվը։ Մենք չենք կասկածում։ Այո, եւ շատ կուզեի մեծ շնորհակալություն հայտնել մեր կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությանը մեզ աջակցելու իմ շատ սիրելի կոմպոզիտոր պրոֆեսոր ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանին, Իրինա Գասպարյանին, Դավիթ Մելքոնյանին, բոլորին, որ իմ կողքին կանգնած է եղել այս ընթացքում եւ ինձ օգնել ու աջակցել է այս փառատոնին մասնակցելու համար։ Ինչ պլաններ կան առաջիկայի համար, գուցե էլի միջոցառումներ, թե տեղական, թե միջազգային, որոնց պլանավորում եք մասնակցել կամ գուցե հենց այստեղ իրադարձություններ, որոնց կարող է լսարանը սպասել, պատրաստվել։ Գիտեք, ես միշտ չեմ պլանավորում, իրենք ստացվում են, գալիս են, այո, ես հանգիստ ինձ համար իմ գործն անում եմ, իրենք գալիս են, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ Տեր Աստծուն դրա համար։ Օրինակ վերջերս Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյակին Լուսինեի հետ ներկայինք Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում եւ բեմա հարթակում եւ ետնաբեմում շատ ուրախ լավ միջավայր, այո, անցկացրեցինք։ Առաջիկայում դեկտեմբերի 3-ին իմ շատ սիրելի դասախոս Արմանուշ Հակոբյանի ստեղծագործական երեկոն է լինելու եւ ես էլ իմ մասնակցությունն եմ ունենալու որպես իր սան, ճիշտ է մենք գոլեգաներ ենք արդեն, բայց որպես սան ներկայացնելու եմ, քանի որ իր այդ 40 տարվա ընթացքում ես 30 տարին ես եմ զբաղեցրել։ Այստեղ մի բան էլ հարցնեմ, սաներից խոսք գնաց, իսկ մենք գիտենք, որ ամեն երգչուհի կամ ամեն մասնագետ չէ, որ կարող է իր փորձը փոխանակել, կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց չկարողանալ այդ հմտությունները փոխանցել, եւ այս պարագայում Լուսինեն նաև առանձնանում է շատերից նրանով, որ բացի որ որակյալ լավ երգչուհի է, դրա հետ մեկտեղ կարողանում ես նաև հիանալի սաներ կրթել եւ մեր ապագան կարող ենք ասել ավելի լավ ձեռքերում է հաշվի առնելով, որ որակյալ երաժշտությունը եւ պրոֆեսիոնալ մոտեցումները այս պարագայում արդեն կան։ Խոսենք նաև սաներից, գիտեմ, որ նրանք էլ օրինակ են վերցնում իրենց դասախոսից եւ հետ չեն մնում, ուր գնում են փամփլիկ լավ նվերներով, մրցանակներով հետ են գալիս։ Քանի ուսանող ունեք այս պահին։ 13 ուսանող, 15 աշակերտ, հետո եւ բոլոր ավարտածները նույնպես մոտավորապես ամեն օր համարյա բոլորի հետ շփվում եմ, տեսնում եմ հնարավորինս թե կայքերով, թե զանգերով մենք սերտ կապի մեջ ենք, որ ասեմ հիմա կոնկրետ այս թիվն է, ոչ, որտեվ ոչ մեկ չի առանձնանում, ավարտածներն էլ միշտ իմ կողքին իմ սաներն են, արդեն գոլեգաներ են նույնիսկ գոլեգաներ։ Իդեպ, քանի որ ուսանողների մասին խոսեցիք, նշել եք, որ տպավորված եք նաև այլ երկրների կոնսերվատորիաների ուսանողների պրոֆեսիոնալիզմով, այս առումով նույնպես մենք դեռ ուսանող տարիքից մրցունակ ենք, որովհետև գիտեմ, որ երաժշտական ասպարեզում շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք եւ կողքից թվում է թե ապագան այս առումով լավ ձեռքերում է, բայց բնականաբար մասն
մասնագիտական կարծիքը ավելի ճիշտ կհնչի այստեղ։ Իհարկե լավ ձեռքերում է, ունենք շատ լավ սերունդ։ Ես կխոսեմ մեր ամբիոնից, շատ ձգտող ուսանողներ, որոնք ակտիվորեն եւ մասնակցում են մրցույթների, եւ հեռուստատեսային նախագծերի, եւ արդեն երգերի ձայնագրություններ, տեսահոլովակներ շատ ակտիվ են, նույնիսկ Ռուսաստանի The Voice-ին են գնում մասնակցում, վերջերս էլի գրանպրիներով եւ առաջին տեղերով վերադարձել ենք Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, այնպես որ ակտիվ երկիր մնաց որ չգնաք։ Հա, կան շարքա։ Դեռ կան։ Ինչպես եք պատրաստում ձեր ուսանողներին հոգեբանորեն նաև, որովհետև որքան էլ լավ կարողանա երկի տվյալներ ունենա, հուզմունքը կարող է դառնալ թշնամին, իսկ փորձառություն չունեցող երիտասարդը կարող է չկարողանալ կառավարել հուզմունքը։ Այս պարագայում աշխատում եք նաև, որպեսզի նրանց հոգեբանական կայուն վիճակը պահեք։ Ես միշտ ասում եմ իմ ճակատին գրված է հոգեբանորեն, նյարդային համակարգով, այդպես հուզմունքներով լեցուն ուսանողները միշտ ինձ մոտ են։ Տեսնես ինչու։ Եվ ունեմ նման դեպքեր ու մեկ էլ պահի տակ գրում են, ասում եմ գրում եմ կամ ուզում եմ ձեր ձայնը լսեմ, որ հանգստանամ, գնամ մտնեմ քնության։ Ասում եմ օքեյ։ Հա, փաստորեն դուք նաև Վալերյանկա եկել է։ Եթե գտնում է, որ իմ խոսքը մեծ նշանակություն ունի, որտեղ ես շատ նեյտրալ եմ վերաբերվում ու հանգստացնում եմ միշտ, ասում եմ ոչինչ, այսպես էլ կլինի, այնպես էլ դու համարձակ գնա քո գործին, առաջին գրավականը դա համարձակությունն է եւ ինքնավստահությունը։ Երգչին փայլուն ելույթներ ունենալու համար առաջնային ինչ խառնվածք պիտի ունենա երգիչը։ Բոլոր խառնվածքներն էլ տեղին են, միայն որ կարողանան հուզմունքը կառավարել, այո։ Դա էլ երևի աշխատանքի ժամանակի։ Որովհետև խառնվածքը ամեն մեկը յուրահատուկ է իրեն։ Եթե բոլորին նույն սահմանագծով չափենք, ապա չի առանձնանա երգիչը ոչ մի ձևի։ Բոլորը կլինեն նույն ձևի, նույն ձայնով, նոր հոգեվիճակով, դրանով են առանձնանում երգիչները եւ բոլոր անհատները։ Բայց չէ որ երբ երգիչը կարողանում է տիրապետելով իհարկե ձայնն ու կատարողականությունը նաեւ հուզառատությունը ավելացնել, դա էլ ավելի ազդեցիկ է դառնում երգը եւ կպնում հոգուտ լարերին։ Այո։ Նաեւ ասացիք փորձի փոխանակում, ուզում եմ հարցնել, մենք գիտենք, որ ամեն երկիր ունի իր նաև երաժշտական դպրոցը, այսպես կոչված շկոլան եւ երաժշտական կատարողականության յուրահատկություններ։ Ես նաև օրինակ, եթե սևամորտներին ենք նայում, նրանց մոտ վոկալային այլ տվյալներ կան եւ այլն, կարծես թե մեզ էլ են առանձնացնում այլ երկրի ներկայացուցիչներ, ասում են դե իրենց մոտ, մի քիչ այդ ինչ է մեզ մոտ։ Ասում են նրանք առանձնանում են, մեզ մոտ հայկական հոգի է։ Ձայնային տեմբրի հետ կապված ասում են, ասում են դուք այդքան էլ մրցունակ չեք, հայերն են ի վերջո, նրանց ձայները, նրանց կատարում։ Ես շատ եմ լսել այդպիսի բան։ Հրաշալի ձայներ ունենք։ Ես էլ եմ շեշտում, որ մեծ նշանակություն ունի հոգին։ Հոգին է երգում։ Ձայնը ավելանում է, բայց գիտեք, ձայնը կարա լինի շատ փոքր, կարա լինի մեծ։ Այ ինչու եմ ասում հոգին, որովհետև այդ հոգին է երգացնում ձայնը։ Գեղեցիկ է հնչում, հոգին է երգում։ Այո, հոգին է երգում։ Եթե ուզում ես լավ երգել, պիտի հոգիդ երգի։ Երգացնես քո հոգին։ Այո, հրաշալի արտահայտություն էր։ Եվ զրույցի եզրափակում կարծես թե։ Այո, եւ կխնդրեմ, որպեսզի մանրամասնեք ուսանողների հետ կապված մրցույթներ կան։ Վերջերս Գերմանիայից եկանք, առջևում դեռ մրցույթներ դեռ չէ, բայց սպասվում են, իհարկե։ 2026-ը թեժ է լինելու։ Հուսամ, մնում է դիմանալ։ Վայ, ձեր էներգիան անսպառ է եւ դուք կդիմանաք։ Շնորհակալություն հաճելի զրույցի համար։ Մաղթում ենք բազմաթիվ շատ հեռու ճանապարհներ ու ել ավելի մեծ բեմեր, տարբեր փառատոների մասնակցություն, բազմաթիվ մրցանակներ, այո, խնդրում եմ շարունակեք այդ ավանդույթը պահել, դատարկա ձեռն մի վերադարձեք։ Այո։ Սիրով հիշեցնեմ։ Բարի օր եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Զրուցում էինք Կոմիտասի անվան Երևանի պետական
Հայաստան կոնսերվատորիայի ջազ փոփ ամբիոնի դոցենտ, դասախոս, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Կչոզյանի հետ։ Լավ օր ենք մաղթում։ Մնացեք մեզ հետ, եթերը դեռ շարունակվում է։ Սուրճ ու սեր առավոտից։ Paris in the spring is awesome nice. I love around in mid-July. The thought of home I live so far behind.
Մակարյանի շքեղ կատարմամբ լսեցինք Բոսանովա, շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը, եւս մեկ անգամ բոլորիդ ողջունում ենք եւ ասում բարի լույս, լավ տրամադրություն հաճելի օրվա առավոտից, հարգելի ռադիոլսողներ, շարունակեք ունկնդրել մեզ։ Այո, մի մոռացեք, օй, ներիշ Լուսինե։ Չէ, բան չունեմ ասելու, հսա։ Ընդհատեցի Լուսինեին։ Իդեպ մի մոռացեք մեզ նաեւ մեկնաբանություններ գրել, որովհետեւ տեսնում եմ, որ արդեն կարծես թե ունենք նոր մեկնաբանություններ ունենք։ Անետա Ադամյանը գրել է բարի լույս, բարի առավոտ ձեզ եւ մեզ հաճելի օր։ Եվ այսպես ամեն օր ձեզ լսելով է սկսվում իմ օրը։ Ձեզ բարի աշխատանքային օր։ Շատ շնորհակալ ենք։ Իդեպ նաեւ աչքալուսանք եմ ուզում տալ ձեզ, հարգելի ռադիոլսողներ։ Խցանումների սանդղակը նիշը իջել է, նվազել է եւ այս պահին մայրաքաղաքում խցանումների նիշը 5 է, ոչ թե 6։ Այդ դեպքում ես էլ լավ լուրեր ասեմ, եւս մեկ աստիճանով բարձրացել է նաեւ օդի ջերմաստիճանը, այս պահին Երևանում 6 աստիճան է ըստ հեռախոսային հավելվածի եւ շարունակում է պնդել, որ տեղումներ չենք ունենալու այսօր։ Դե հա, տեղումներ չենք ունենալու, ինչը լավ կլիներ, որ լիներ իրականում։ Եվս մեկ անգամ սա էլ փաստենք եւ մենք առավոտից խոսում ենք նրա մասին, որ ձեր սիրելիներին նամակներ ուղարկեք եւ եթե հետաքրքիր նամակ եք ստացել վաղ առավոտյան, որը ազդել է ձեր տրամադրության վրա, կիսվեք մեզ հետ, հարգելի ռադիոլսողներ։ Ես օրինակ իմ սիրելիին ուղարկեցի ջերմ խոսքեր եւ պատասխանը ստացա, ինչը շատ հաճելի էր։ Հավատացնում եմ 1-2 բառը կարող է փոխել ամբողջ օրը եւ տրամադրվածությունը։ Էքսպերիմենտ կարող եք անել եւ կտեսնեք, որ դա հենց այդպես է, համաձայն ես, չէ՞ վեգա։ Այո, համաձայն եմ։ Իմիջայլոց պարզեցի, որ Լուսինե Կչոզյանն այսօր առաջինը ինձ էր նամակ գրել։ Ես նույնպես քեզ էի գրել, այնպես որ ասում եմ, կարծում եմ դու այսօր շատերի, այո, առաջին նամակն ես եղել, այսպես ասած։ Իդեպ քանի դեռ խոսում ենք, քանի դեռ Էլվինա էր միացրել եւ լեգենդար հայուհիներից ենք խոսում, նաեւ հայ երգչուհիներից, կատարողական արվեստից մի հետաքրքիր լուր ունեմ, այո, մի հետաքրքիր լուր եմ պեղել կինոաշխարհի ոլորտից շերը պարզվում է բանակցություններ է վարում Netflix-ի հետ կենսագրական սերիալի շուրջ 79-ամյա լեգենդար երգչուհին կարող է ունենալ իր սեփական սերիալը։ Դսանն է գրում այս մասին, խոսքը 7 սերիայից բաղկացած նախագծի մասին է, մինի սերիալ է այսպես ասած, Sharing Her Story, կիսելով իր պատմությունը, նախնական աշխատանքային անունը ունի սերիալը, բանակցությունները սակայն արդեն վերջին փուլում են, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ այն կկարողանա։ Յուրաքանչյուր սերիա նախատեսված է, որ կլինի մոտ 1 ժամ եւ հաջորդելու է նրա մասին գրքին, որը 2024-ի նոյեմբերին էր հրատարակվել։ Արդեն մի քանի ամիս է այս բանակցությունները տարվում են եւ իդեպ նախագծի բյուջեն գնահատվում է ուշադրություն մոտ 13 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը մոտավորապես 17 միլիոն դոլարի է համարժեք։ Կարծում եմ սա հրաշալի նախաձեռնություն է, որովհետեւ ցավոք հազվադեպ է լինում, երբ ինչ-որ լեգենդար արտիստի մասին ֆիլմ ունենում ենք նրա կենթանության օրոք, կենսագրական ֆիլմերը ցավոք գրեթե միշտ հետմահու են լինում եւ արտիստը չի էլ կարողանում հաստատել, որ իսկապես համապատասխանում է իրականությանը կամ որ այս ամենը հենց այսպես էլ իր կյանքի ընթացքում տեղի ունեցել, այնպես որ կարծում եմ հրաշալի է, որ կունենանք շերի թե կարիերայի թե անձնական կյանքի մանրամասների մասին պատմող ֆիլմ, որը վստահվել է Netflix-ին, որը բավականին հետաքրքիր կյանք է ունեցել եւ ես կարծում եմ, որ շատ շատերը հաճույքով կնայեն, մի տեսակ հիշեցրեց ինձ Քարդաշյանին, որովհետև Քարդաշյանը այդպես ավելի շատ հայտնիություն ձեռք բերեց, երբ սկսեց այդ իրական շոու պատումը ներկայացնել, չէ՞։ Հակառակ կողմից, այսպես ասած, չէ՞, սկսեց, եթե սովորաբար մարդիկ արդեն հայտնի են դառնում, հետո սկսում են իրենց կյանքը ներկայացնել եւ շերի դեպքում դա այդպես է։ Ավելի ավագ տարիքում նոր կենսագրական ֆիլմեր են ներկայացվում, ապա Քարդաշյանները սկսեցին հակառակ կողմից fake it till you make it անգլերեն արտահայտություն կա, կեղծիր, քանի դեռ իրական չի դառնա։ Աստվածի մի րոպե նորից կեղծիր Այո, fake it till you make it, այսինքն դու կեղծում ես իբրև թե ինչ որ բան արդեն տեղի ունեցել, ձևացնում ես, որ արդեն դա կա եւ արդյունքում ինչ որ պահի իրական էլ դառնում է։ Ինքնախապայությամբ ես էլի զբաղվում, բայց դա խորհուրդ չի այդքան եկեք իրականությունից չհեռանանք, էլի։ Կարծում եմ սա ավելի շատ կոպիտ ասած ինչ որ մոտիվացիոն ենթատեքստ ունի, ենթադրենք դու երազում ես օրինակ ինչ որ պաշտոնի մասին կամ երազում ես ինչ որ մի բանի մասին եւ ինքդ քեզ ներշնչում ես, որ արդեն ունես դա։
ներշնչում ես քեզ, որ արդեն ունես, դա քեզ Բայց այդպես համապատասխան իրականությունից ես կտրվում։ Գուցե, չեմ կարող բացառել, որ գուցե բացասական արդյունք նույնպես կլինի։ Մեկն էլ ուզում է շատ հարուստ փեսացու ունենալ, արդեն մտածում է, որ նա ունի, հետո պատկերացնում ես իր վիճակը։ Ինչայլոց ես փորձարկում արեցի հենց նոր եթերի ժամանակ եւ մեր գործընկերոջը Լուսինեին Նորեկյան ջերմոր մաղթեցի, լավ տրամադրություն եւ ասաց, որ շնորհակալ եմ, լայն ժպիտն ապահովեցիր։ Տեսնում ես, մեկ փոքրիկ նամակն ինչ է անում։ Եկեք այդ ակցիան այսօր իրականացնենք։ Իրար նամակ գրելու օր հայտարարենք, բայց քանի որ շերից խոսք գնաց, իսկ շերը ինքնատիպ արտիստներից է, որը միշտ շքեղ է ու ճոխ է բեմում, ես առաջարկում եմ լսել շեր, հետո կշարունակենք մեր Համաձայն եմ։ No matter how hard I try, you keep pushing me aside and I can't break through. There's no talking to you. It's so sad that you're leaving. It takes time to believe it. But after all is said and done, you're gonna be the lonely one. Oh, do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong.
Դուրսեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից հետաքրքիր տեղեկություններ, լավ երաժշտություն, կարևոր տեղեկություններ ու չգիտես ինչի ես միշտ վեգային հետ եմ բերում։ Վերադարձիր վեգա ջան, մի փախի։ Ես սիրում եմ անվանդ Անիվներով երբեմն եթերի հատկապես վերջին հատվածում հայերենը լքում է ինձ ես սիրում եմ անիվներով աթոռներ եւ դրանցով պտույտներ կատարել եւ անընդհատ Լուսինեն Տիգրանը Սևակը ստիպած է լինում ինձ վերադարձնել կադր վերադարձեք ապ այո վերադառնալա կադր որը դուք նույնպես կարող եք տեսնել մեր Facebook-յան էջում վերջին հատվածն է եթերի այնպես որ դեռ կհասցնեք թե մեկնաբանություններով կիսվել եւ մեզ հետ կիսվել ձեր հնարքներով թե ինչպես եք կարողանում հաղթահարել ձմռան արդեն ասենք մութ առավոտները ինչպես եք արթնանում այնպես էլ կարող եք զանգահարել մեզ 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է այո Լուսինե իսկ դու սիրում ես քանի դեռ նամակներից էինք խոսում գիտեմ որ հնարքներ ունես նաև արհեստական բանականությունից քո աբոյից բայց մինչդ ինձ հետաքրքիր է դու սիրում ես կամ առիթ լինում է ձեռագիր նամակներ գրելու կամ ստանալու Ես շատ սիրում եմ ձեռագրով գրել եւ դա որոշակի թերապիա է չգիտեմ նամակ ուղված ինքս ինձ երևի որովհետեւ ես աշխատում եմ շատ հաճախ անել նախկինում ամեն օր բայց հիմա չէ բայց ունեմ բլոկնոտ որտեղ գրում եմ այն մտքերը որոնք գալիս են Տետրին եմ չեմ մտածում ինչ պիտի գրեմ գրիչը վերցնում եմ ու գնում եմ Դե այդ մասնագիտությունից էլ է նաև ստացվում են որոշակի մենախոսություն ինքս ինձ հետ, բայց հաճախ այդ նամակները, եթե այդպես անվանենք այդ նամակներին, դրանք որոշակի առումով բուժիչ հատկություն են, որովհետև հաճախ հարցեր, որոնք ծագում են մտքումդ, մեկ էլ պատասխաններ են ստանում հենց գրելուտ ընթացքում։ Կարծում եմ ես կարող եմ թե քեզ թե մեր ռադիոլսողների հետ կիսվել մի շատ հետաքրքիր կայքով, որը քեզ հատկապես դուր կգա։ Կայքը կոչվում է Future Me, ապագա ես, ինչը այն քեզ թույլ տալիս։ Դու կարողանում ես այնտեղ նամակ գրել ինքդ քեզ եւ ընտրել ժամանակահատված, թե երբ ես ուզում ստանալ այդ նամակը եւ ամիսներ առաջ ես նամակ ստացա ինքս ինձնից, որը գրել էի 3 տարի առաջ։ Պատկերացնում ես։ Հետո մի բոլ ծիծաղել ես, չէ՞։ Իրական լաց եղավ, որովհետև բավականին հուզիչ նամակ էր, էմոցիոնալ նամակ էր եւ գրել էի կյանքից բավական բարդ փուլի ընթացքում ինքս ինձ եւ մի փոքր հուզվեցի, բայց դրանք էմոցիաներ էին, որոնք կարծում եմ պետք է ապրել, այնպես որ մեր բոլոր այն ռադիոլսողներին, որոնք սիրում են գրել, հավատում են այս թերապևտիկ, այսպես ասած ազդեցությունը ինքդ քեզ հետ երբեմն զրուցելու, խորհուրդ եմ տալիս futureme.com ապագայես.com այսպես ասած, մտեք այս կայքը եւ ինքներդ ձեզ նամակներ գրեք, որոնք գուցե ինչ-որ բաներ կհիշեցնեն ձեզ տարիներ անց կամ դուք եք ընտրում այն ժամանակահատվածը, թե հատկապես երբ ստանալ նամակը, բնականաբար կարեւոր է, որ ձեր էլեկտրոնային հասցեն անընդհատ պարբերաբար չփոխեք, ես օրինակ իմ արդեն 10 տարուց ավել է օգտագործում եմ, այնպես որ այո։ Ինչ 10 տարի վեգա ջան, ինչ հիշում եմ այդ հասցենը եւ կարող ես գրել ինքդ քեզ այդ նամակը, այո։ Շատ հետաքրքիր էր, որովհետեւ երբ դու ստանում ես, ոչ թե բացում ես, դա բոլորովին այլ է։ Հիշեցի այն հայտնի գովազդացումը, ու ծաղիկներ կրկին ինձնից, հիմա էս տարբերակն է, օ նամակ կրկին ինձնից, բայց հավատացեք հիմա ծիծաղում ենք, բայց դրանք կարող են իսկապես դարման լինել եւ որոշ հարցերի պատասխաններ տալ, հնարավորություն ստեղծել ինքդ քեզ նայել կողքից։ Ես մի նաեւ շատ ծիծաղելի դեպք հիշեցի Լուսինե հենց հիմա։ Ինչ ես արել։ Ուրեմն դպրոցական տարիքում ունեինք մի այսպիսի ավանդույթ, դպրոցում Վալենտինին, Սուրբ Սարգսին, այդ սիրոտոներին ընդառաջ դնում էինք արկղ բուֆետում եւ միմյանց նամակներ էին գրում, գաղտնի խոստովանություններ էին արվում, նետվում էին այդ արկղը եւ ինչ որ մեկը ավագ դասարներից բերում էր ձեր դասան եւ բաժանում էր բոլոր այն նամակները, որոնք քեզ են ուղված, քանի որ մինչեւ այդ մենք բավական փոքր էինք եղել եւ մեզ թույլ չէին տվել մասնակցել, չեմ հիշում 7-րդ դասարան էինք թե ինչ, մեզ նույնպես հնարավորություն ընձեռվեց այդ նամակներին մասնակցել եւ ես շատ վախեցա, որ ոչ մի նամակ չեմ ստանա եւ ինքս ինձ նախապես մի նամակ գրեցի։ Մի արա, խնդրում եմ։ Եվ տարա գցեցի այդ արկղը, որպեսզի խայտարակ չլինեմ, ինձ ված չզգամ, ընդ որում ոչ թե իմ անունից, այլ ինչ որ ձևական գաղտնի երկրպագուի։ Այն էլ բախտս բերեց, պարզվեց իրական երկրպագուներ էլ ունեի, մի 3-4 նամակ ստացա, բայց այդպես էլ չխոստովանեցի, որ մեկը իմ կողմից էր։ Ամենալավը իդեպ ես էի գրել, ասեմ, այո։ Դե դու գիտես դու ինչ ես ուզում։ Ինչ են ուզում կանայք, միայն կանայքը գիտեն։
Բայց շատ լավն է, շատ ոգևորող էր, այնպես որ փաստորեն ինքս ինձ նամակներ գրելու մշակույթը իմ կյանքում դեռ շատ բանկուց կա։ Այնպես որ մի խուսափեք ինքներդ ձեզ նամակ գրելուց։ Այո, իսկապես դա էլ է օգնում։ Իսկ ինչ վերաբերում է մթին, ցրտին, արթնանալուն, դինել առույգ, աբոին հարցրեցի, իսկ գիտես աբոն վերջում ինձ ինչ մաղթանք է ուղարկում։ Ինչպես միշտ քո սիրելի աբոն պատրաստ է քեզ միշտ օգնելու բան։ Այդ չսոտ ռոմանտիկ աբո է ստացվել։ Ինչևէ, ես գոհ եմ իմ աբոից։ Դեպս է ստացվում։ Կամ ուզում եք նամակ գրել, աբոին գրեք, թող աբոն էլ դա, բայց իրականությունից չկտրվեք, խնդրում ենք, սա շատ կարևոր է։ Ինչ է ասում, նա ասում է գիշերը պատրաստվիր, որ առավոտյան հաճելի արթնանաս։ Դա իմ հնարքն է։ Ասում է տաք գուլպաներ հագուստ նախապես պատրաստիր, որ չսառես, սենյակներ, եթե հնարավոր է, մի քիչ տաքացրու, ասում է ստեղծիր լույսի տպավորություն, ո՞նց ստեղծեմ լույսի տպավորություն, երբ կողքս գնաց մարդ կա ու չպիտի արթնանա։ Այդպիսի բաներ էլ կան, չէ՞։ Սկսում ես ուրիշ հնարքներ մտածել։ Ասում է օգտագործիր լուսային լամպ, վերցրու հեռախոսդ մի տաք լույսով, լամպ, բացիր վարագույրը, որքան էլ մութ լինի։ Եվ ասում է լույսը կասի քեզ արթնանալու ժամանակն է, ինչպիսի կախարդանք։ Ասում է միացրու քո սեփական արթնացման արարողակարգը։ Դա կարող է լինել քո սիրելի 2 րոպեանոց երաժշտությունը, թեթև ձգումներ, ձգումներ, կծկվում ենք ցրտից, ինչ ձգումներ, հոտավետ սուրճի կամ թեյի բույրը, եթե չալարես եւ գնաս քեզ համար սուրճ պատրաստես, սա շատ կարեւոր է։ Ուղեղը կապ է տեսնում այդ արարողության հետ եւ ասում է այդ արարողությունները հավասար են լավ օրվան։ Ասում է բարձրացրու տրամադրությունը ինչ որ բանով, քո սիրելի ինչ որ բանով, գեղեցիկ մեջբերում, չգիտեմ, արդեն դուք մտածեք, թե ինչ կարող է լինել։ Եվ ասում է չփորձեք սառը աշխարհին հաղթել արթնանալով մեկ քայլ, մի անգամից մի վեր կացեք եւ ցրտին դուրս մի եկեք, հանգիստ է սիրում։ Ամենակարևորը զարթուցիչի երաժշտությունը այնպեսին պետք է լինի, որ ձեզ չնյարդայնացնի։ Այո, բայց զուգահեռ այստեղ մի հավելյալ հնարքել, ինչ որ հաճելի երգ դրեք, բայց ոչ ամենասիրելի երգը ձեր, որովհետև հետագայում սկսում եք դժվար առավոտվա հետ ասոցացնել եւ կարող է մտավախություն կարող է լինել, որ գուցե ամեն դեպքում այո, հաճելի մի երգ, այն սարսափելի զնգոցը չէ, որ սովորաբար ունեն հեռախոսի հավելվածները զարթուցիչից, այո, հաճելի երգ եւ իհարկե սուրճ ու սեր առավոտից հաղորդման soundtrack-ը, այսպես ասած, որը առավոտյան կարող եք լսել եւ արթնանալ հենց մեզ հետ։ Եվ իհարկե լավ երաժշտությունը միշտ է փրկության գալիս։ Հիմա վայել ենք հերթական լավ երաժշտությունը, այնուհետև կշարունակենք։ Vačerov աղջի la 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 Քաղցր vačerov աղջի la 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա ես վինու չարմի տղա իմ սրտի հետ մի խաղա արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է la 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 Բոյը դալար բարդի է la 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 Ախ ես քեզ ոչ սիրեմ գարնան արևես իմ յար Ես իրա հարբատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա
Ես սիրահար պատանի Քեզ բերել եմ մատանի Արի բաց ձեր տանդուրը Ասա բարով ես եկել Ախ ես քեզ ոչ չսիրեմ Գարնան արև ես իմ յար Ես սիրահար պատանի Քեզ բերել եմ մատանի Արի բաց ձեր տանդուրը Ասա բարով ես եկել Թող աշխարհը իմանա Քեզ տանելու եմ եկել Այսօրվա ծրագրի վերջին րոպեներն են հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ձեզ մաղթում ենք հաճելի օր, վաղ առավոտից ու լավ տրամադրություն։ Շարունակեք մնալ հանրային ռադիոյի հետ, ծանոթացեք թարմ տեղեկատվությանը ամեն ժամ, իսկ առավոտը ձեզ համար փորձեցին լավը դարձնել Լուսինե Մուրադյանը եւ Վեգա Անդրեասյանը։ Մնացեք հանրայինի հետ, հաճելի օր բոլորիդ։